Ինչու է Սամվել Կարապետյան ձեր կարծիքով Փաշինյանին մեղադրում Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ սադրելու մեջ, ինչու է ասում, որ ինքը կվերականգնի Փաշինյանի օրոք խաթարված հայ-ռուսական հարաբերությունները, եթե Փաշինյանը ռուսամետ է եւ այսինքն Ռուսաստանի, չգիտեմ, խամաճիկն է Փաշինյանը, ինչու է նա մեղադրվում Կարապետյան դա էլ չի բռնում։ Թույլ կտակ բացատրեմ, դա շատ լավ բռնում է, որովհետև Կարապետյանը մեղմ ասած չափազանցնում է։ Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող է նրան պատասխանել։ Տեսեք, իմ օրոք, Փաշինյանի օրոք, այդ 8 տարիների ընթացքում շրջանառությունը տնտեսական եւ առևտրական շրջանառությունը Ռուսաստանի հետ ավելի քան 2.5 անգամ աճել է, եթե ոչ ավել։ Ինչ իսկ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ 20 եւ 30%-ով իջել է։ Վերջերս Ռուսաստանի հետ էր իջել, ԵՄ-ի հետ մի քիչ բարձրացել էր ամեն։ Եթե դուք համեմատեք ոչ թե համեմատական այդ հարաբերական թվերը, այլ աբսոլյուտ թվերը, որ դուք կտեսնեք, որ իջել է միայն շնորհիվ նրա, որ հսկայական ծավալի ոսկի 111 տոննա ռուսական ոսկի արդեն վաճառվել է Հայաստանի միջոցով։ Դա էր ընդհանրապես շրջանառության պակասը։ Եվ դուք լսել եք, որ Ռուսաստանը վերջերս պնդել է, որ եւ երկաթուղին, եւ ատոմակայանը, եւ հանքերը, եւ քաղաքական նրանց ներկայացուցիչները ապահով են։ Նրանք մնում են Ռուսաստանի վերահսկողության տակ եւ